Գիտես, Վիլյամ Սարոյանը ընդամենը 4 տարեկան էր, երբ հայրը հեռանում է կյանքից։ Թագուհի Սարոյանը չէր կարողանում պահել երեխաներին, արդյունքում երեխաները հանձնվեցին որբանոց։ Մանկատան ճանապարհին Սարոյանը սկսում է լաց լինել։ Մայրը նախատում է որդուն ասելով. «Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս»։ Սարոյանը դադարում է լաց լինել։ Մոտ 10 տարի ապրելով մանկատանը գրողն իր քույր եղբայրների հետ վերադարձավ տուն։ 18 տարեկան Վիլյամն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր, սեզոնային մշակ։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ Մեկնաբանության մեջ գրիր Սարոյանի «Քո սիրելի» ստեղծագործության անվանումը։